Հարի երեգո սիրելի հերոստատորներ, այսօրվա իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի փոխնախագահ պարոն Արմեն Խաչատրյանը։ Ուրեմն շնորհակալություն կհայտնեմ պարոն Խաչատրյան, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Խաչատրյան, Ամերիկահայերը իշարս ամբողջ աշխարհի հայության իրենց ուշադրության գիզագետը ունին հայկական պետականությունը եւ խորը սրբացավությամբ կհետևին այստեղի զարգացումներուն եւ իհարկե ես բավականին հերոխոսազանքեր ստացած եմ վերջին մի քանի ժամվա ընթացքին, որ շատ մարդիկ մտահոգված են, թե ինչ կկատարվի մայր հայրենիքի մեջ։ Եվ վերջին մի քանի օրերու զարգացումներու լույսին տակ, երբ հին քողապետականները ռևանշիզմը իրականացնելու համար նախաձեռնեցին Հայաստանի թեմ պետական հարվածի, կուդետայի եւ բարեփոխաբար ցաղոտյան մատնվեցավ եւ բոլորս ականատես եղանք եւ կշարունակենք ըլլալ զարգացումներուն դուք ինչպես կքննադեք իրավապահ մարմիններու կորձունեությունը այս արտի։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում Հայաստանի պետականության դեմ ուղղված միջոցառումները, որոնք նաեւ կառավարվում են դրսի կողմից, որոնց իրականացման համար մեծ ֆինանսական միջոցներ են հատկացվում, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ են հատկացվում, եւ այդ ռեսուրսները նաեւ Հայաստանի Հանրապետության ներսում են գործում, լրատվական կայքեր են, բազմաթիվ լրագրողներ են, որոնք ընդգրկված են կամա թե ակամա այս հանցավոր գործունեության մեջ, բավականին երկար տարիներ են արդեն տևում, հեղափոխությունից հետո, հատկապես 21 թվականից հետո ուժ գնացան, եւ խնդիր է դրված ամեն կերպ հեռացնել ժողովրդավարական սկզբունքներով ընտրված իշխանության Հայաստանի Հանրապետության, ամեն կերպ խնդիր է դրած նսեմացնելու ժողովրդավարական արժեքները, ցույց տալու, որ մեր նման երկիրը չի կարող ժողովրդավար լինել, հակադրում են ժողովրդավարությունը անվտանգության հետ։ Սա պարզ երևում էր այդ կոնտեքստի մեջ, որ ուզում են ամբողջ ժողովրդին հրամցնել, որ եթե ուզում եք ժողովրդավարություն, ապա կարող եք կորցնել Հայաստանի Հանրապետությունը, ինչը իհարկե կեղծ օրակարգ է, եւ միջոցառումները ուղղված են Հայաստանի պետականության դեմ, այսինքն շատ ու շատ ուժերի առջև խնդիր է դրված, որպեսզի Հայաստանը չլինի ինքնուրույն, սուվերեն, ինքնիշխան պետություն։ Եվ այս ուղղությամբ անընդհատ փորձեր են կատարվում եւ քաղաքական դաշտում, եւ փողոցում, եւ ազգային ժողովի ներսում, եւ ընտրությունների ժամանակ անընդհատ փորձեր ու ամեն անգամ նոր սցենարներով։ Ինչ որ միտեղ սցենարը մշակվում է, եւ հետո սկսում են իրականացնել այդ սցենարը։ Հետո հանդիպում են անհաջողությունների եւ մշակվում են նոր սցենարներ եւ այլն եւ այլն։ Վերջին իրադարձությունները կապված Բագրատ Գալստանյանի հետ եւ այդ խմբի հանցավոր խմբի հետ, սա հերթական սցենարներ մշակված, որը պետք է իրականացվեր մոտ ժամանակներս, այսինքն հեղաշրջում են պատրաստում անել սահմանադրական կարգի խախտմամբ, ոչ օրինական ճանապարհով, բռնություններ գործադրելով, նույնիսկ ինչպես դուք տեղեկացաք, մարդկանց կյանքից զրկելու միջոցով, գնդակահարությունների, չգիտեմ, եւ հրդեհների, հրկիզումների միջոցով ամեն կերպ պետք է փորձեին հասնել իրենց այդ հանցավոր նպատակին եւ իրավապահ համակարգի աշխատանքի արդյունավետությանը, որպեսզի մենք գնահատական տանք, շատ լավ ինդիկատոր է այն հանգամանքը, թե երբ բացահայտվեց այս հանցավոր մտադրությունը։ Այսինքն հանցագործությունը բացահայտվեց նախապատրաստման փուլում, որից հետո իրենք պետք է արդեն անցնեին իրականացման փուլ, հանցափորձ եւ ավարտված հանցագործություն, բայց նախապատրաստման փուլում այս ամենը ի հայտ եկավ եւ ոչ թե հանցափորձի
Եվ իրավապահ համակարգը կարողացավ կանխել, նախականխել, բացահայտել եւ այս ամենին քրեաիրավական որակում տալ, հանցագործությունների գնահատական տալ, օրենքով սահմանված կարգով։ Քննչական մարմինները ամբողջ ուժով աշխատում են, քննչական մարմինների հավաքած ապացույցները իհարկե վերջնական գնահատականի կարժանանա դատարանում օրենքով սահմանված կարգով եւ հանցագործության մեջ մեղադրվող եւ նրանց մեղադրանքը ապացուցվելու դեպքում իհարկե կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Մեկ խոսքով ասած, իրավապահ մարմինների աշխատանքը շատ բարձր են գնահատում, որովհետեւ այս ամենը նախականխվեց հենց նախապատրաստման փուլում հանցագործության։ Այսինքն ոչ մեկ չտուժվեց, Հայաստանի Հանրապետության ոչ մի քաղաքացի չտուժեց այս ամենից, քաղաքական լիդերների ուղղությամբ հարձակումներ չեղան, այսինքն չհասցրեցին դա անել, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը կամ բնականոն կյանքը չխաթարվեց, որևէ բան տեղի չունեցավ, եւ ես վստահ եի, որ այսպես է լինելու է, քանի որ Հայաստանի Հանրապետությունը վերջին տարիներին բավականին ուժեղացրել է իր անվտանգային համակարգը եւ մի շարք ռեֆորմներ միջոցառումներ են իրականացրել եւ ես իմ մեկ այլ խոսքում ասել եմ, որ հիմա այնպիսի ժողովրդավարական այս պայմաններում մեր համակարգեր են գործում, որոնք շատ արագ արձագանքում են ախտածին միջավայրին եւ դուրս մղում պետության այդ գործընթացների մեջից եւ նաեւ քրեաիրավական դրսեւորում իրականացնում այդ ախտածին միջավայրի հանդեպ։ Այսինքն ինստիտուցիոնալ ինստիտուտներ են ստեղծվել, աշխատում են, որոնք իրենց առջև դրած խնդիրը առանց ցուցումների, առանց ինչ-որ քաղաքական ուղղվածությունների հայտնաբերում են պետության անկախ միավորներ, այո։ Եվ իրենց առջև դրած գործառույթային պարտականությունները կատարում են։ Օրինակ, բոլորս գիտենք, որ ազգային անվտանգության ծառայությունում կա սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների գլխավոր վարչություն, որի բուն խնդիրը հենց դա է, կանխի, նախականխի սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն։ Սա օրինակի համար եմ բերում, իհարկե ծառայությունը բավականին ակտիվ ներգրաված է այս ամեն ինչի մեջ եւ գնահատում շատ բարձր մեր իրավապահների աշխատանքը։ Արդյոք չափազանցություն բերելա Հայաստանի քաղաքացիներու կողմէ, նույնպես եւ արտերկրի հայության կողմէ, որ այս նորակույն զարգացումը եւ հայկական պետականությունը ամբողջ աշխարհի արժեվ փաստեց իր կորձունակ եւ արդյունաբեր ըլլալը, արդյոք չափազանցություն բերելա այս առաջին ռաունդը փրկել հայկական պետականություն որպես հաղթական ընդեմ օդարերկրյա գործակալություններին եւ ըստ լավալեր աղբյուրներին բազմաթիվ գործակալություններ համատեղ գործածած են այս պետական հեղաշրջումը իրականացնելու եւ սահմանադրական կարգը խախտելու։ Մենք այո, ոչ միայն այս դեպքով, նաեւ նախկին դեպքերով էլ կարող ենք, այսպես ասած, ձեր նշածով հրճակել, որ Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն է իր ամբողջ անվտանգային համակարգով եւ ամենակարևորը ժողովրդավար երկիր է եւ նաեւ անվտանգային համակարգի ձևավորումը համապատասխանում է այսօր ժողովրդավար բոլոր երկրների գոյություն ունեցող անվտանգային համակարգին, ինչը ամենաառաջատարն է, ամենաարդյունավետն է եւ ինչը բավականին լավ է աշխատում եւ ես կասկածել չունեի, որ այս հանցագործությունները այսպես բացահայտվելու էին, այո դուք ճիշտ եք ասում, որ տարբեր գործակալական ցանցերի միջոցով է սա կազմակերպվել, իմ կարծիքն է անձնական, քննությունը դեռևս ցույց կտա, բայց կարծիքս ձևավորվում է նրանից, տեսեք, Սրբազան կոչվածը, Ազգին Գալստանյանը կոնկրետ հրահանգներ է տալիս, թե ինչպես պետք է դիվերսիոն գործողություններ իրականացվեն Հայաստանում, ոնց պիտի գնդակահարեն, որտեղ մեքենաներ պետք է վարվեն, գդագեն FSB-ի։ Ես հեսա նշեմ, որտեղ պետք է մեքենաներ վարվեն, որտեղ պետք է, չգիտեմ, ինչ ծխաբեր նյութեր օգտագործել, ոնց պետք է խմբեր կազմեն, ամեն խումբը ինչ տակտիկական, մարտավարական խնդիրներ պետք է լուծի, եւ այս ամեն ինչի հրամանատարը իրեն սրբազան կոչվող հոգևորական է, դուք պատկերացնում եք, պարզ է, չէ, որ հոգևորականը անցել է որոշակի, այսպես կոչված դասընթացներ, որոշ պրոֆեսիոնալ կազմակերպություններում, ես կարծում եմ դա օտար կազմակերպություններում,
եւ վերապատրաստվել է, նրան պատրաստել են պետության դեմ ուղղված տերորիստական ահաբեկչական գործողություններ անելը, տակտիկական հնարքներ կիրառելու գիտելիքներ են տվել եւ այդ ամբողջ ձայնագրությունը վկայում է դրա մասին։ Երբ որ նա արդեն այդ հանրությունները տալիս է, երևում է, որ չէր կարա հոգեվոր հայրը, այսպես կոչված, նման գիտելիքներ ունենա դիվերսիոն գործողություններ իրականացնելու։ Շնորհակալություն։ Բազմաթիվ հայեր արդարացի եղով գագնգալ են, որ այս ցերպակալություններու շարքը շարունակվի, որովհետև ամբողջական չէ։ Ներկա ցերպակալություններու շարքը թեկուզ քննադատելի է, բարձր քննադատելի է, բայց ամբողջական չէ։ Բազմաթիվ սրտացավ հայեր եւ ամերիկայության շարքերներս եւ հայրենիքներս եւ սպիրկան այլ քաղաքոջախներու մեջ, որոնց հետ ես գաբի մեջ եմ, մտահոգություն գայտնեմ, որ հանգարց այս բացահայտման գործընթացը գեսած չմնա։ Ինչ է ձեր կեցվածքը։ Այո, դուք ճիշտ եք եւ մեր իշխանությանը կառավարության ամենամեծ մեղադրանքը հանրության կողմից երևի դա է, որ հանրությունը շատ է մեզ մեղադրում, որ այն անձինք հանրության համար հայտնի, ովքեր մեծ հարստություն են կուտակել ապօրինի կերպով Հայաստանի Հանրապետությունում իրենց իշխանության օրոք, բռնություններ են կիրառել, հազար մի անօրինականություններ են իրականացրել եւ ինչի հետևանքով երկիրը բավականին հետ է մնացել իր բնական զարգացումից եւ ինչը ակնհայտ դառավ շատ ու շատ իրադարձություններով, այո, մեզ մեղադրում են, որ ինչու այդ մարդիկ դեռևս ազատության մեջ են, դեռևս ամբողջապես նրանց գույքը խլված չէ, եւ այս մեղադրանքը իհարկե շատ հասկանալի է եւ ինչ որտեղ օբյեկտիվ մեղադրանք է, բայց տեսեք ինչ ունեցանք մենք 19-20 թվականից հետո։ Մենք 20 թվականին ունեցանք սարսափելի պատերազմ, կորոնավիրուս, Այսինքն 2020 թվականին, 21 թվականին մենք ունեցանք քաղաքական մեծ ցնցումներ, այդ նույն ուժերը երկրում շատ մեծ ցնցումներ ստեղծեցին, ինչի պատճառով իշխանությունը գնաց ընտրությունների եւ քաղաքական ընտրություններ, 21 թիվը նաեւ հարձակումներ Ադրբեջանի կողմից, ընտրություններից մի քանի օր առաջ համագարկված, այո, ընտրություններից մի քանի օր առաջ Սև լճում, Սյունիքում, Գորիսի մոտակայքում Ադրբեջանը անցավ հարձակման եւ մի տերիտորիայի մի մասը գրավեց, ինչը իհարկե իրականորեն ազդեց ընտրությունների արդյունքների վրա, բնական է որ պետք է ազդեր։ 22 թիվ եմ գալիս, 22 թվական հարձակում Սյունիքի, Վայոց ձորի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ, տարածքների գրավում Ադրբեջանի կողմից, զոհեր, 200-ից ավելի զոհ տվեց Հայաստանի Հանրապետությունը, այսինքն լուրջ պատերազմական վտանգ եւ 13-14 սեպտեմբերին լուրջ պատերազմական գործողություններ գնացին, ինչը ընդհատվեց 15 սեպտեմբերի 15-ին եւ դրանից հետո էլ բավականին դժվար վիճակ 22 թիվ դեկտեմբեր Արցախի, Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղի ճանապարհը փակվեց, Լաչինի միջանցք բլոկադա սկսվեց, դա լուրջ խնդիր էր Հայաստանի Հանրապետության համար 23 թիվ են գալիս սեպտեմբեր բլոկադան ձգվեց մինչև սեպտեմբերին հարձակում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, բռնի տեղահանում, էթնիկ զտում, 100,000-ից ավել բռնի տեղահանվածների դիմավորել Հայաստանի Հանրապետությունը, նրանց տեղավորել, սոցիալական կենցաղային հարցերի հոգալ, 100,000 բնակիչը մեր փոքր 3 միլիոնից երկրի համար բավականին լուրջ ցնցում կարող առաջացնել, բայց շնորհակալություն եւ մեր պետական կառավարման համակարգին եւ համայնքներին եւ մեր ժողովրդին, որ այսպես շատ լավ ընդունեցին մեր Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին եւ մի օր, երկու օր նույնիսկ նրանք դրսում չքնեցին, այդ ամենը լուծվեց, բայց երկնքի տակ մարդ չմնաց, նույնիսկ այն առաջի օրերին, դա 23 թիվ արդեն եկա, 24 թիվ, այդ ամբողջ էթնիկ զտումների արդյունքում Հայաստանում արդեն բնակություն հաստատված ժողովրդին սոցիալական խնդիրների լուծում, այդ բոլոր ամեն ինչի բեռ,
Եվ 25 թիվ, որը որ խաղաղության պայմանագրի ուղղված միջոցառում են, այսինքն 20 թվականից մինչև այսօր մենք մի տարի չենք ունեցել, որ հանգիստ ռեժիմով մեր կառավարչական խնդիրները լուծենք։ Այսինքն մեղադրանքը, որ հնչեցվում է իշխանությունների առցեին, որ ինչու այդ բոլորը շատ արագ չի արվել, մարդիկ ապօրինի գույքից չեն զրկվել եւ այլ, դրա համար ժամանակ էր պետք եւ պարզվեց բավականին երկար ժամանակ, որ այդ ինստիտուտները ստեղծվեն, այդ հակակոռուպցիոն դատարանները, քննչականները, օպերատիվ մարմինները, ապօրինի գույքի բռնագանձման այդ ծառայությունները, կադրերը պատրաստվեին, որպեսզի ամեն ինչը արվեր օրենքով, իրավական դաշտում եւ ոչ մի ռեպրեսիա չպետք է տեղի ունենար, որովհետեւ եթե մենք դա անեինք ռեպրեսիվ միջոցներով, դա արդեն մենք չենք կարող ասել, որ մենք ժողովրդավար երկիր ենք։ Մենք ուղիղ կհակասենք մեր արժեքներին, սկզբունքներին եւ ժողովրդավարությանը։ Լավ է ուշ եւ իրավական օրենքով սահմանված կերպով։ Ինչը հիմա, ասեմ ձեզ, արդեն հունի մեջ է ընկել եւ բավականին շատ լավ այս մեխանիզմը աշխատում է։ Այո, ասեմ ձեզ, այս բոլոր ապօրինի գույքերը, խնդիրները, կոռուպցիոն թեմաները, փաստերը, որոնք որ կան, հաստատ իրավական գնահատական են ստանալու եւ արդեն ստանում են, արդեն մեր ստեղծած մարմինների միջոցով։ Շնորհակալություն այն փաստաթղթության համար, հստակեցման համար, որ ռեպրեսիայի դարբերակով կմերժի հայկական pedagogiությունը առաջնորդվել, որովհետև իր նվիրվածությունը կամ վճռական որոշումը, որ ոչ մի կերպ չշեղի ժողովրդավարական համակարգեն, դա շատ կարևոր դերակատարություն է հանրության համար, որովհետև հին ռևանշիստականները ըստ երևույթին բավականին կորձունյա են այդ ուղղությամբ ապագովնորոշում իրականացնելու եւ մարդկանց համոզելու, որ տեսեք, Փաշինյանի կառավարությունը իրականության մեջ մեր մարդիկն են, դրա համար մենք չենք պատժվում։ Ինչ կսեի։ Հետաքրքիր հիմնավորում էր, այո։ Տեսեք, կառավարությունը երբ որ ձևավորվեց, Նիկոլ Փաշինյանը դառավ վարչապետ, առաջին հայտարարություններից մեկը որ արեց, նա էր, որ կադրային ջարդ չի լինելու, ովքեր ուզում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կծառայեն, ովքեր լավ մասնագետներ են, կմնան իրենց տեղերում, որևէ քաղաքական ուղղվածությունից ելնելով ռեպրեսիաներ չեն լինելու, կադրային ջարդեր չեն լինելու եւ այդ խոստումը պահեց վարչապետը, բայց ընթացքում մենք տեսանք, որ սաբոտաժներ են նաեւ իրականացվում մի շարք համակարգերում եւ այո մարդիկ կային, որ ամեն ինչ անում են, որ այդ համակարգերը չաշխատվեր եւ ստիպված արդեն այդ մարդկանց հնարավորինս հեռացվել են այդ համակարգերից եւ ընդունել են նոր մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են աշխատել եւ այլն, վերանայվել են աշխատավարձերը, որտեղ սա էլ լուրջ խնդիր էր, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը, որովհետեւ մարդը պետք է սոցիալապես ապահովված լինի եւ շուկայում գոնե իր աշխատանքի վարձավճարից շատ չտարբերվի պետական ապարատում աշխատելը։ Այդ մենք չենք պատժվում, որովհետև կառավարության մեջ շատերը մեր անդամներն են, այդ բնորոշումը հետաքրքիր բնորոշում է, բայց պետք է ասեմ, որ ոչ այն մարդիկ, ովքեր աշխատում են, կապ չունի որ ժամանակահատվածից են իրենք այդ պաշտոնները զբաղեցնում, ինչպիսի քաղաքական հայացքներ, ովքեր լավ են աշխատում, մնում են աշխատում են, ովքեր ոչ վատ են աշխատում, պրոֆեսիոնալ չեն, նրանք չեն աշխատում ու չեն աշխատելու։ Մեկ այլ հարց կլլկե հայության միտքը, թե ինչու այս ռևանշիստական գերձ ընդդիմությունը, որ ոչ մի հավատարմություն չունի հայկական pedagogiության հանդեպ, կշարունակի ազգային ժողովեն ներս իր ավերիչ աշխատանքները կատարել եւ անպատժելի մնալ։ Ինչն է այս խնդրի ելքը։ Տեսեք, եթե մեր իշխանությունը ժողովրդավար չլիներ, եթե մենք ընտրությունները արդար ազատ չիրականացնեինք, հաստատ այս ընդդիմությունը չէր լինելու։ Այսօր որ իրենք ազգային ժողովում են, երկու այդ խմբակցությունները Հայաստան եւ Պատիվ ունեն, դա հենց
մեր իշխանության հաշվին են իրանք այդտեղ։ Այսինքն մենք ամեն ինչ արել ենք, որ ընտրությունները արդար, ազնիվ լինեն։ Ինչի արդյունքում այն տվել են իրենք արդար կերպով պատկանց այն հավաքեցի թե ընտրակաշարքներով ընտրակաշարքի փաստեր շատ շատ մեզի կբերի հաջորդ կարևոր հարցի։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պիտի թույլատրի հաջորդ ընտրություններին եւս մեկ անգամ ընտրակաշարքով այս գերընտրությունը վերընտրվի։ Իմ կարծիքով այսօրվա անդիմությունը չի լինելու հաջորդ ազգային ժողովում, ուղղակի չի լինելու, որովհետև լավ ապատեղեկացրին ժողովրդին, ինչ որ բաներով խաբեցին, ինչ որ մի կերպ ձայներ ստացան եւ եկան ազգային ժողով, բայց մենք տեսանք այս 5 տարին իրանք ինչով էին զբաղված։ Իրենք զբաղված են սաբոտաժ անելու, ոչ մի բովանդակային քննարկում, 1000-ից մեկ բովանդակային ինչ որ օրենքների վերաբերյալ քննարկում, ոչ մի բովանդակային քննադատություններ հասցեին, արմատական ընդդիմություններ, որի նպատակը օտարերկրյա կապիտալի պաշտպանությունն էր, օլիգարխների կապիտալի պաշտպանությունը։ Իրենք խոսում են եւ բոցավառվում են այն դեպքերում, երբ բոցաշունչ բաներ են ասում, ելույթներ են ունենում այն դեպքում, երբ որ ինչ-որ մի օլիգարխի շահերի կտրում կամ ինչ-որ մի ռուսական կապիտալի հետ ինչ-որ խնդիր ա լինում բան, այդտեղ իրենք շատ ակտիվանում են եւ բոլոր միջոցները կիրառում են։ Եվ սա այս ամենը մեր ժողովրդի համար տեսանելի է։ Բայց այս պայմաններում ամենավտանգավոր հանգամանքը նա է, որ մեր ժողովրդին փորձում են հնարավորինս ապատեղեկացնել, ապատեղեկատվություն մատուցել մեր ժողովրդին։ Ես որ ասում ժողովուրդ, նաև դա վերաբերում է մեր Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Ես զգում եմ, որ Սփյուռքում, նաև Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակիցները բավականին շատ ապատեղեկացված են։ Հետևում են միայն այս Facebook-ներին, այս կեղծ լրատվամիջոցներին, որոնք Հայաստանի Հանրապետության պետականության հետ կապ չունեն, հնարավորինս այն գործիքներն են, որոնցով աշխատում են մեր երկրի դեմ, հետևում են դրա եւ ապատեղեկացում են։ Եվ իմ ընկերները, իմ հարազատները այսօր օրինակ Լոս Անջելեսում են, իմ ես ընկերներ ունեմ, որոնք կատաստրոֆիկ չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում ու շատ սխալ կարծիքի են մեր իշխանության եւ կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Եվ հնարավորությունը չի լինում, որ բացատրես, նստես, ցույց տաս, իրենք հասկանան, որը որից հետո է։ Այսա շատ մեծ վտանգ է, որը սպառնում ազգային անվտանգությանը։ Ապատեղեկացված քաղաքացին վտանգավոր երևույթ է, երբ որ քաղաքացին ապատեղեկացված է լինում եւ իր որոշումներն է կայացնում է ժողովրդավար երկրում ապատեղեկացության հիման վրա եւ հնարավոր է երկիրը այդ վիճակից ելնելով տանեն դեպի անդունդը եւ ոչ թե դեպի ապագա։ Հետեւաբար սա լավ այս գործիքակազմը օգտագործում են մեր երկրի դեմ ուժերը, շատ լավ օգտագործում են, այսօր լրատվամիջոցների 80%-ը Հայաստանի Հանրապետությունում, 70-80%-ը դա Հայաստանի դեմ մղվող պայքարի գործիքներն են։ Մենք լրագրողներ ունենք, այո, ինֆորմացիոն պատերազմ, հիբրիդային պատերազմ։ Լրագրող ունենք, որ լրագրողներ չեն, ուղղակի ակտիվիստներ են, փող են ստանում, որպեսզի հնարավորինս սևացնեն, վատաբանեն, կեղծ տեղեկություններ տարածեն։ Դիցություն ունի իրենց կոչել ակտիվիստ, որովհետև ակտիվիզմը ակտիվիզմը կնշանակի նվիրված անձնավորություն, որ չաթակով է ինչ որ բարի քաղաքարի համար։ Իսկ այս սրիգաները, կներեք փառաբաշարը պետք է օգտագործեն ճիշտ ձևով, այս մարդիկը, այս դզրուկները ոչ ակտիվիստ են, ոչ ժուրնալիստ են, այլ գրանտագեր գործակալներ են։ Գործակալներ են, այո, իրանք գործակալներ են, կրկնում եմ, կամա թե ակամա։ Շատ քչերն են, որ չեն գիտակցում ինչ են անում, մեծ մասը գիտակցում են, իրենք ինչ են անում, ինչի մեջ են, եւ բավականին լուրջ վնաս են հասցնում մեր հանրային դաշտում մթնոլորտի մարդկանց խաղաղ ընկալումների այդ process-ների վրա։ Բարոն Խաչատրյան, թույլ տվեք, որ հետադարձ ակնարկներ քիչ առաջվա մեր զրույցի վրա եւ մենք շոշափեցինք ընդրակաշարքներով մասին։ Բազմաթիվ ամերիկահայեր եւ հայրենի մեր քաղաքացիներ արդար կերպով գտնգալ են, որ օրվան իշխանությունները այնպիսի օրենքներ մշակեն, որ ընդրակաշարքը
ընդրակաշարք իրականացնող մարդիկ հետևանքի արժանանան, հաշվետվության, պատասխանատվության արժանանան։ Եթե օրենքը մնա այն ինչ մագարտագին է, ըստ երևույթին շատերը գսեն, ըստ երևույթին ընդրակաշարք կատարողները պիտի էլի շարունակեն ընդրակաշարի իրենց գործելացելը։ Ինչ կսեի։ Այո, ընտրակաշարքը եւ ընտրությունները կեղծելու մի ձև է ընտրակաշարքը։ Դա նաև բարոյական տեսակետից որ մենք մեծագույն մեղք է, երբ որ մարդկանց ձեռները կեղծվում են, երբ որ ասում են պետությունը մի ուղղությունից կարող շեղվի մի այլ ուղղությամբ դինա։ Ընտրակաշարքի համար բավականին խիստ քրեական պատասխանատվություն կա նախատեսված, այն համարվում է ծանր հանցագործություն եւ թույլ է տալիս որպեսզի հենց հանցագործությունը հայտնաբերելու պահից սկսած կալանավորում իրականացնել որպես խափանման միջոց։ Նախորդ 21 թվականի ընտրություններին մի շարք նման դեպքեր եղել են, ընդդիմության կողմից ընտրակաշարքներ բաժանելու, անմիջապես արձագանք եղել է, կալանավորվել են, այնուհետև ազատազրկման ձևով պատիժներ են կրել։ Բավականին խիստ է պատիժը, բայց ընդունում եմ, որ կարելի է վերանայել եւս ավելի խստացնել այս մեխանիզմը, ամեն դեպքում միայն մեխանիզմը պատիժը խստացնելով հարցը ամբողջապես չես լուծի։ Պետք է դա նպաստող, ծննող պատճառներն էլ վերացնես, որպեսզի չգա այդ հանգամանքին։ Վերջի վերջո ամեն ընտրողի մոտ մի ոստիկան չեն կարող տանել, որպեսզի ինքը հսկի որ ընտրակաշարք չտան կամ ինքը չտա եւ այլ եւ այլ։ Նաեւ հանրային մտածելակերպի մեջ փոփոխություն պետք է լինի, որ օրինակ Միացյալ Նահանգներում կամ զարգացած երկրներում որ տանես մեկին ընտրակաշարք տաս, ինքը խիստ կզարմանա եւ կվիրավորվի, որ նման բան ես առաջարկում, որ դու իրան առաջարկում ես իր ապագան, իր սերունդների ապագան խորտակել ինչ որ 100 կամ $500 համար։ Նա հաստատ դատի կտա քեզ եւ սա մենք պետք է սերմանենք մեր բնակչության մեջ, որպեսզի այս իշխանությունը չլինի, ինչպիսի իշխանություն է դա, առհավետ ընտրակաշարքը դուրս գա մեր հանրային մտածելակերպից։ Պարոն Սաշարյան, ժամանակի սովորության պատճառով հաջորդ 3 հարցերը պիտի խնդրեի, որ հագիչ պատասխանեի, պայմանով որ հետագային ավելի կգնանք խորանալ զրույցը շարունակելով։ Ուրեմն ինքնիշխանության եւ պաշտպանության ինչ մագարտագի է այսօր Հայաստանի Հանրապետությունը։ Ես կփորձեմ կարճ եւ համառոտ, երբևէ Հայաստանի Հանրապետությունը այսքան ինքնիշխան, սուվերեն չի եղել, երբևէ։ Երբևէ չի եղել, որ մեր հայրենիքը լինի Հայաստանը եւ երկիրը լինի Հայաստանի Հանրապետությունը, պետությունը լինի Հայաստանի Հանրապետությունը եւ այսքան մենք անկախ լինենք բոլորից։ Ինչքան են դժվարություններ կան հիմա, բայց մենք մեր որոշումները մենք ենք կայացնում, մեր որոշումները մենք ենք իրականացնում, որևէ մեկի ածանցյալը չենք, որևէ մեկի ֆորտ պոստը չենք, այսօր Հայաստանի Հանրապետությունը ինքնաշխատության եւ սուվերենության ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է մի 600 տարվա մեջ։ Հաջորդ հարցը դարածքաշրջանային եւ գլոբալ միջազգային մակարդակի վրա իհարկե բոլորս գիտենք, որ աշխարհակաղակական խոշոր ցնցումներ է կանցնի ամբողջ մարդկությունը, ներառյալ դարածքաշրջանի պետությունները, անշուշտ Հայաստանը, արդյոք այս ներկա իրավիճակի մեջ որոնք են ամենախրթին մարտահրավերները եւ Հայաստանի Հանրապետությունը իդիմաց այդ մարտահրավերներում արդյոք ինչպիսի ադաբությամբ կնավարգի։ Շնորհակալություն, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողվել է այս վերջին տարիներին խուսանավել մի շարք աղետներից, մի շարք։ Այս պահի դրությամբ այդպիսի էգզիստենցիալ աղետներ մենք չունենք, ինչ ունենք 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 տարի առաջ, այո, մենք ունենք լուրջ խնդիրներ, բայց այդ խնդիրները էապես մարված են։ Ճիշտ արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, երկրի հզորությունների ավելացմամբ այս պահին մարված են, բայց իհարկե մարտահրավերը միշտ կա։ Թիվ 1 մարտահրավերը այս պահին ես տեսնում եմ աշխարհաքաղաքական պրոցեսներում Հայաստանի շուրջ
պատերազմական իրադրություններով, ցնցումներով, օրինակ Իրան-Իսրայել պատերազմը եւ այլն։ Այս ամեն ինչը հնարավոր չէ կանխատեսել, թե ինչքան կտևեր, ոնց կտևեր, բայց ամեն ինչը որ կազդեր Հայաստանի Հանրապետության համար ռիսկեր կստեղծեր անվտանգային միանշանակ։ Եվ երկրորդը շատ կարևոր է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը, շատ կարևոր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Հարաբերությունները հարևանների հետ կարգավորելը եւ դա մեր առաջնային խնդիրներից է, որը որ կարծում եմ հաջողությամբ կսակվի այս գործընթացը։ Վերջին հարցում Հայաստանի անկախացումն ասին 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունն ունեցած է 4 երրորդ վարչակազմեր, սակայն ճշմարտաբար մինչև այսօր համագարկված հայրենադարձության արշավ կամ աշխատանքներ չեն սկսած։ Իր ճշմարտություն ամբողջ հայացքին առնվազն առաջին 3 նախագահական վարչակազմերը այս հիվանդակին չհայտարարված հիվանդակին մոտեցումը որտեղած էին սփյուռքայության հանդեպ, խոսքը ստասական սփյուռքի մասին է, ոչ թե նոր սփյուռքի, նոր սփյուռքը արդեն քաղաքացի է Հայաստանի, արդեն դերն ու դիրականն է, որևէ ժամանակ կնա վերադառնալ եւ իր քաղաքացիական իրավունքներուն վերադիրանալ եւ բարդականությունները վերցին շարունակել։ Ուրեմն ընդհանրապես հատկապես առաջին 3 նախագահական վարչակազմերը դասական սփյուռքին խորապես վիրավորած են, ասելով որ թուք տվեք, բայց մի խառնվի։ Բայց երբեք չեն աշխատանք տարած, անգերց սրտապած աշխատանք տարած, որ այդ մարդկանց ովքեր թափառաշրջիկ են եւ իրենց խորքի մեջ մեծ վերք կա, մայր Հայաստանին հովանին դա չեն ապրի։ Այդ մարդկանց որևէ ցևով լուրջ հրավեր խրախուսանք չի եղած, որ հայրենադարձություն իրականանա։ Ինչ կսեի։ Սփյուռքի դերը, ձեր ասած դասական սփյուռքի դերը շատ մեծ է մեր Հայաստանի Հանրապետության զարգացման, տնտեսական հզորացման գործում մենք պետք է ասեմ հետևյալը Հայաստանի Հանրապետությունը 3 միլիոն բնակչություն ունի, 3-ից մի քիչ ավելի հիմա արդեն 3 միլիոն բնակչությունը այս տարածաշրջանում լուրջ բնակչություն չի, երբ որ մի հարևանը 90 միլիոն է, մի հարևանը 100 միլիոն է, մեկը չգիտեմ, արդեն 10.5 միլիոն Ադրբեջանը, մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք եւ լուծումը լավագույն այ մեր հայազգի ներկայացուցիչներից Սփյուռքին դասական կլինի, թե նոր գնացածներ կլինի, ամեն ինչ պայման ստեղծենք, որ գան Հայաստանի Հանրապետությունում ապրեն, հարարեն։ Եվ բայց այդ դրա համար պետք է պայմաններ լինի, իրանք պետք է վստահ լինեն, որ Հայաստանում իրենք ապահովված են, որ իրենց իրավունքները ամբողջությամբ ապահովված են։ Հայաստանը խաղաղ երկիր է, վաղը պատերազմ չի սկսելու, սա շատ լուրջ ազդում է մեր Սփյուռքի ներկայացուցիչների որոշումների վրա, եւ հենց այդ ուղղությամբ, հենց խաղաղության պայմանագիրը կնքվի, հենց մենք վստահ ասենք, որ սիրելի սփյուռքահայեր, մեր երկիրը ինքնիշխան է, ժողովրդավար է, անվտանգ է, ինչքան կարողանում եք եկեք, մենք մինչև 10 միլիոն տեղ ունենք այս երկրում տեղավորելու։ Մեր երկիրը հանգիստ 10 միլիոն բնակչությամբ որևէ ռեսուրսի խնդիր չկա։ Մեր երկրի 90%-ը ազատ է, անմշակ է, չի օգտագործվում, մենք այնքան ազատ ռեսուրսներ ունենք, որ անպատկերացնեն։ Մեր երկիրը իրականում դրախտ է։ Ես դրախտավայր ես վստահ եմ, որ մեր Սփյուռքը գալու է, շենացնելու է, ապրելու է մեր հետ միասին։ Եվ դրան շատ քիչ կարճ ժամանակ է մնացել, ինձ թվում է։ Կարևորը մեր ռազմավարական այդ խնդիրը անվտանգային լուծենք, մնացածը կգնի իր տեղը։ Սիրելի հերոստատիտողներ, ըստ երևույթին մենք ոչ միայն ականատեսն ենք, այլ մասնագից աշխատակիցներն ենք, բոլորս կապ չունի թե աշխարհի որ ծայրամասին գայք հաստատած ենք, բոլորս գործընկերներ ենք, որովհետև Հայաստանի համար այս ժամանակահատվածին պատմական նոր էջ կբացվի
եւ Հայաստանը ըստ երևույթին բռնած է իսկական անկախության ճանապարհը։ Եթե մենք ուզենք անգել իրարու հետ, Հայաստանի Հանրապետությունը 1991-ին մինչև վերջին ժամանակները իրականության մեջը ինքնիշխան, այդքան ինքնիշխան չէր, այդքան անկախ չէր, ինչ կնշանակի, որ զվարթնոց օտակային մեկը կժամանե եւ իրենց կթիմավորե մեկ այլ պետության ներկայացուցիչը, որպես սահմանաբար զորք, բայց հիմա արդեն մեր հայկական պետականությունը ունի հայ սահմանաբար զորքեր, ովքեր ցեզի իրենց ընտանիքի անդամ որպես կթիմավորեն շատ մեծ թրագան հասկացում ստեղծելով բոլորիս մեջը։ Ուրեմն ես բազմիցս բարձրացնած եմ այն միտքը, որ 2020-44-ային ետքը ես ականատես եղա ձլ արձակումին, նոր ոսկյա սերունդին, ի հայրենի եւ իսկույս աշխարհի առանց դարիքի խտրականության։ Մեկը կարող է 8 տարեկան լա, ուրիշը 88 տարեկան լա։ Ոսկե սերունդը ըստ երևույթին ես սխալված չեմ, այսօր հանցինս պարոն Խաչատրյանին մենք ականատես եղանք եւս մեկ անդամի այն ոսկե սերունդին։ Ուրեմն թույլտվեք, որ անփուժելի կամ անուղղելի լավադեսությամբ ասեմ Հայաստան երկիր անսահմանափակ գարելություններով։ Հիմա բարոն Խաչատրյան, պիտի խնդրեմ, որ բարոն Խաչատրյանը եթե կփապակի ուղիղ պատկամով 1-2 րոպե ինքնալ ցեզի սրբած զրույցում եմ։ Սիրելի հայրենակիցներ, ես վստահ եմ, որ բոլորը շատ հայրենասեր եք, շատ։ Բայց ես ուզում եմ, որ դուք առավել սիրեք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որովհետև եթե մենք պետությունը չսիրեցինք, մենք հայրենիք չենք ունենալու, կամ հայրենիքի մասին հիշելու ենք արցունքներով եւ տխուր իրադրության ներքո։ Պետությունից առավել սրբություն եւ առավել թանկ բան գոյություն չունի։ Տեսեք, Աստված տվել է մեզ այդ պետությունը, դա Հայաստանի Հանրապետությունն է իր սահմաններով, աշխարհում ճանաչված, ընդունված սահմաններով։ Ուրիշ տարածքներ մեզ պետք չեն։ Մենք սկզբից պետք է գրավենք մեր գյուղերը, մեր սահմանի ներսում, որտեղ սովետական միության տարիներին ապրել են հազարավոր մարդիկ, իսկ այսօր ապրում են 20, 30, 40 տատիկներ եւ պապիկներ։ Մենք պետք է դեռևս խնդիր ունենք մեր գյուղերը բնակեցնելու, շենացնելու, սարքելու, եւ ոչ թե ամեն անգամ սեղանների շուրջ երկենք, հասնենք Սասուն, մտնենք բան, ունդեղից էլ չգիտեմ ուր, ժողովուրդ ջան, դուք ունեք Հայաստանի Հանրապետություն, դա սրբություն է, դա բոլորինն է, եկեք, ապրեք, շենացրեք, անսահմանափակ ռեսուրսներ եւ հնարավորություններ ունի մեր երկիրը դրախտ է, շնորհակալություն։